Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը, նախատեսված 65 եւ ավելի տարեկան անձանց համար։ Մենք անդրադառնում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում անդրադառնում ենք առողջական այն խնդիրներին, որոնք ավելի շատ բնորոշ են մեր թիրախային խմբին 65 եւ ավելի տարեկաններին։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք այսօրվա մեր թեման շատ հետաքրքիր է։ Ես հյուրընկալել եմ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի օրթոպեդիայի վնասվածքաբանության կլինիկայի սպորտային վնասվածքաբանության եւ արթրոսկոպիայի բաժնի վարիչ, օրթոպեդ վնասվածքաբան, բժշկական գիտությունների տեխնացու Հայկ Աղամալյանին։ Բարի օր ձեզ, բժիշկ, շատ շնորհակալ եմ, որ ձեր բազմազբաղ առօրյայում մեզ էլ հերթասավ օգտակար գործ ենք անելու այսօր ավակներին։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Դուք ասացիք, որ արդեն 3 վիրահատություն եք արել։ Ինձ դա անհավատալի թվաց, ճիշտն ասեմ, բայց համել դե ոնց չհավատամ Արգարժան բժշկի խոսքին։ Միանգամից ոնց որ գանք թեթև վիճակագրության, ձեր հիվանդների քանի տոկոսն են, որ ավագ սերունդն է 65+։ Ավագ սերնդի դիմելիությունը բնականաբար գերակշռում է մոտավորապես 60-ից 70%, որտեղ ավագ սերնդի պացիենտները հիմնականում հանդիպում են քրոնիկական խնդիրներով, հոդային քրոնիկական խնդիրներով մեզ են դիմում։ Եթե մենք համեմատում ենք երիտասարդ սերնդի պացիենտների հետ, այսինքն դիմելիության տեսանկյունից գրեթե կրկնակի անգամ գերակշռում է դիմելիությունը։ Այսինքն ավելի 60-70%-ը 60-70% մոտավորապես։ Այո, որտեղ քրոնիկական խնդիրները շատ են, հանդիպում ենք նաև շատ բաստողած դեպքեր եւ հաշվի առնելով այն փաստը, որ մեզ մոտ ընդունված է ասել դանակը ոսկրին հասնել եւ այլն, այդպիսի հասկացողություն ունենք, որ պացիենտը մինչեւ չի վերջի, այսպես ասած, բանին չի ասում, չի դիմում բժշկի։ Այդ ֆակտորը իհարկե երկրորդային առումով գործում է Հայաստանի Հանրապետությունում հայ ազգի ժողովրդի համար եւ հանդիպում ենք նաեւ բազմազան բաց թողնամաս դեպքեր, երբ որ արդեն իսկ զարգացած հիվանդությունը կա, 3-րդ աստիճան, 4-րդ աստիճան, եթե մենք խոսում ենք օրինակ արտրոզի մասին, կարող է պացիենտը մեզ դիմել արդեն 4-րդ աստիճանի արտրոզը, երբ որ բժիշկը ոչինչ ուղղակիորեն չի կարող անել։ Այսինքն սա մեզ համար հանդիսանում է բաց թողնված դեպք եւ միակ բանը որ կարող ենք անել, ուղղակի փոխել հոդը եւ դնել արհեստական հոդ։ Այնինչ կարելի է ժամանակին դիմել, ժամանակին ախտորոշում իրականացվեր, համապատասխան բուժում եւ նաեւ պրոֆիլակտիկա, որպեսզի հիվանդությունը չզարգանա։ Շիշ մինչեւ գալը արդեն բար դեպքերին, դրա մասին խոսենք, ձեր նեղ մասնագիտացման շրջանակում ինչ հիվանդություններ են ի հայտ գալիս։ Ամենաշատը, ասենք ամենաշատ պատահող 3-5 հիվանդությունը, որ մարդիկ էլ իմանան, տերմիններով չասեք։ Տեսեք, քանի որ ես մեծամասամբ զբաղվում եմ հոդերի փակ վիրահատություններով, ծնկահոդ, ուսահոդ, մնացած հոդերով նույնպես, որոնք կոչվում են արտրոսկոպիկ վիրահատություններ, այսինքն վիրահատությունները այնպիսի խումբ են, որոնք կատարվում են փոքր անցքերի միջոցով, փոքր ինվազիվ վիրահատություններ են, վիրահատությունները կատարվում են կամերայի հսկողության տակ եւ մյուս անցքերի միջոցով, հատուկ գործիքներով եւ այլն։ Եվ այլն ինձ մոտ հանդիպում են ավելի շատ այն դեպքերը, որոնք հետ վնասվածքային են։ Այսինքն, օրինակ պացիենտը ստացել է վնասված ոտքը ոլորելու կամ որևէ այլ պատահարի արդյունքում եւ կա արտահայտված ցավ, կա հոդի այտուց, կա դիսֆունկցիա, ինչ-որ մի տեսակի ֆունկցիոնալության խախտում եւ այս դեպքում բնականաբար պացիենտը դիմում է բժշկին։ Մեզ մոտ հանդիպում են, ինձ մոտ դերևս հանդիպում են ավելի շատ այս դեպքերը։ Բայց հաշվի առնելով այն փաստը, որ իմ մասնագիտությունը օրթոպեդիան է, այսինքն մեր մասնագիտությունը կոչվում է օրթոպեդիայի վնասվածքաբանություն, պացիենտները դիմում են նաև հոդերի այլ խնդիրներով, այսինքն այլ ձեռքբերովի խնդիրներով։ Օրինակ, սպոնտան առաջացած ցավ։ Պացիենտը չի ունեցել որևէ վնասվածք, որևէ խնդիր երբևէ չի ունեցել ըստ իր խոսքերի եւ հանկարծակի առողջության վերեկենում փորձում է շարժվել եւ զգում է հոդերում որևէ կարկամություն, անհանգստություն, ցավ, ինչու՞ չէ նաեւ այտուց եւ այս դեպքում արդեն դիմում են մեզ։ Հիմնականում լինում է ծունկը, ճանը, որ հատվածներում, այսինքն վերջույթներն են ներքին։ Առաջնային դիմում են առանցքային հոդերի խնդիրներով պացիենտներ։ Ինչ է նշանակում առանցքային հոդերի խնդիրներ։ Առանցքային հոդերն են կոնքալդրային հոդը, ծնկան հոդը եւ սրունքթաթային հոդը, այսինքն այն հոդերը, որոնք կրում են մարմնի ծանրաբեռնվածությունը իրենց վրա։ Եթե մենք համեմատում ենք օրինակ ծնկահոդը ուսահոդի հետ կամ արմանկային հոդի հետ, տվյալ դեպքում ուսահոդը հանդիսանում է կախված հոդ, սուսպենզորային հոդ, այսպես ասած, եւ առանցքային ծանրաբեռնվածություն իր վրա չի կրում։ Դրանով է բացատրում այն փաստը, որ ուսահոդի խնդիրները համեմատած առանցքային հոդերի խնդիրների հետ շատ ավելի քիչ են հանդիպում։
Եվ բացի դա, առանցքային հոդերում արկա խնդիրների դեպքում ցավային սինդրոմը շատ ավելի արտահայտված է լինում, դրա համար պացիենտը շատ ավելի շուտ է դիմում։ Եթե մենք համատում ենք, այո, առանցքային հոդերի խնդիրները շատ ավելի շատ են։ Եթե մենք համատական հասկացնենք ծնկահոդի խնդիրների գրեթե չափ կամ կոնկրետ հոդերի խնդիրների չափ, պացիենտների մոտ արկա են նաև ուսահոդի խնդիրներ։ Բայց ցավը ավելի գերակշռող է լինում ծնկահոդի, առանցքային հոդերի խնդիրներով, առանցքային հոդերի դեպքում։ Այսինքն ծնկահոդ, կոնկրետ հոդ, որից հետո սրընթաթային հոդ, առավել շատ ծնկահոդ եւ կոնկրետ հոդ։ Որ ուսից խոսեցինք, հիմնականում որ ընկնում են, ինչի է հենց այդ հատվածը վնասվում, որովհետև մեր տատիկ-պապիկները, որ հենց ինչ որ հատկապես սառույցին ընկան ու առաջին հերթին ուսի հոդն է, որ վնասվում է։ Նայեք, տեսեք դա ինչով է բացատրվում։ Բնականաբար ընկնելու ժամանակ աշխատում է ռեֆլեկտոր պաշտպանական մեխանիզմ օրգանիզմի կողմից եւ առաջինը ինչ է լինում, մարդը ինչա տեղի ունենում, երբ որ մարդը վայր է ընկնում կամ որևէ պատահարը տեղի ունենում կամ որևէ վնասվածքային մեխանիզմ է զարգանում, այս դեպքում առաջինը մարդը փրկում է դեմքը, ուղեղը, ներողություն, գլուխը, այսինքն դեմքն է պաշտպանում եւ ինչ է անում, ձեռքն է պարզում, աջ ձեռքը, ձախ ձեռքը դա ռեֆլեկտոր պաշտպանական մեխանիզմ է։ Եվ այդ պաշտպանական ռեֆլեքսի դեպքում առաջին թիրախը հանդիսանում է ձեռքը, այսինքն վերին վերջույթը։ Եվ մենք ձեռքը տանելով դեպի հատակը կամ բռնելով իշու մի տեղից արմատային հոդը տվյալ դեպքում հանդիսանում է ուսահոդը, այսինքն ուժը այնտեղից ազդում է ձեռնաթաթի վրա, բայց մարում է ուսահոդում։ Դրա համար էլ առավել խոցելի հոդը եւ սեգմենտը հանդիսանում է ուսահոդը եւ կարող է առաջանալ ուսագոտու շրջանի որևէ ոսկրի կոտրված, կոդախախտ եւ այլն, տարատեսակ մկանների պատրումներ, ջլերի վնասվածքներ եւ այլն։ Դուք ասում եք, ես մտածում որ դուք նաեւ սպորտային բժիշկ եք, հիմա ընկներն էլ տեխնիկա ունի։ Փաստորեն էլ այդ պահին կենտրոնանանք, որ գլուխը չպաշտպանենք, հարմար ընկնենք, ուսով ոնց որ ըմբիշներն են, չէ՞, որ հարմար ընկնեն, ուսահոդը չվնասեն։ Դուք բացարձակ ճիշտ եք, ընկնելու ունի տեխնիկա, այո, բայց այդ տեխնիկան մշակվում է պրոֆեսիոնալների մոտ, այն մարդկանց մոտ, ովքեր որ զբաղվում են սպորտով, պրոֆեսիոնալ սպորտով, եւ իրանք բնականաբար բազմաթիվ ընկնելուց հետո մշակվում է այդ ամենը եւ ռեֆլեքսի արդյունքում, եւ փորձի արդյունքում, բայց տարեց մարդու ընկնելու պարագայում երեխաներն էլ ասում են մի շատ գերխնամք մի արեք, որ ընկնելը սովորեն, ընկնելուն վարժեն, ճիշտ ընկնելուն։ Հիմա որպեսի մեր ավակ սերնդին տեխնիկան չսովորեցնենք ընկնելու, ասենք թե ինչ անեն, որպեսի նախ ոսկրերը ամուր լինեն, չէ՞, որ սա ամենակարևոր բանն է։ Գուցե եթե ոսկրերը ամուր լինեն, ընկնելուց փխրուն չլինեն, այս խնդիրները չունենան կոտրված եւ այլ։ Այո, նայեք, ուրեմն հենաշարժական համակարգի բոլոր միավորներին պետք է ուշադրություն դարձնել։ Հիմա ավելի բարձ լեզվով ասեմ, ինչ է նշանակում հենաշարժական համակարգ, որպեսզի ունկնդիրը բարձ հասկանա թե ինչի մասն ենք մենք խոսում։ Հենաշարժական համակարգը դա ոսկրերի, հոդերի եւ մկանների միասնությունն է, այսինքն մեր ամբողջ համակարգը, որոնք կազմավոր, այսինքն ոսկրերը դա մեր կմախն է։ Ոսկրերի միացումները կոչվում են հոդեր, որոնք ունակ են կատարելու շարժում։ Հոդերի շուրջը եւ ոսկրերի շուրջը փաթաթվում են մկանները, մեր ամբողջ մկանները եւ կարողանում են մկանների կծկումը կարողանում է առաջացնել շարժում, որը տեղի է ունենում հոդի մակարդակով։ Այսինքն մենք ունենք ոսկր, որը մեր կմախն է, ոսկրերի միացումը հոդ, իսկ հոդին աշխատացնում է մկանները։ Մենք ունենք օրգանիզմում ավելի քան 600 մկան, ավելի քան 200 ոսկր եւ ավելի քան 100 հոդ։ Պատկերացրեք ինչքան շատ եւ բնածին եւ ձեռքբերովի խնդիրներ կան վնասվածքաբան օրթոպեդի պրակտիկայում։ Այո, բազմազան են։ Եվ ուզում եմ նշել այն փաստը, որ ցանկացած մարդ կապ չունի անկախ տարիքից պիտի ունենա մինիմալ կրթվածություն, այսինքն ինֆորմացիա հենաշարժական համակարգի մասին, այսինքն ինչա ոսկրը, ինչա հոդը, ինչա մկանը, ինչպես պահել, ինչպես պաշտպանել հոդին կամ մկանին, խնամել եւ այլն եւ այլն։ Ինչու է պացիենտի մոտ, օրինակ, եթե օրինակ կրծքավանդակի շրջանում թեկուս թեթև ցավի պարագայում անմիջապես վազում են ֆիգուրատիվ, այսպես ասած, վազում են բժշկի։ Ինչի, որովհետև գիտեմ, որ կրծքավանդակում գտնվում է սիրտը։ Պակաս կարևոր չի, բայց։ Չէ, կարևոր է, բայց այդ շրջանում ցավի անհանգստության, ցավի դեպքում միանգամից անհանգստանում են գնում են բժշկի մոտ, որտեվ հասկանում են, որ դա լուրջ է։ Այո, շատ լուրջ է, բայց հոդերի շրջանում ցավերի դեպքում պացիենտը միանգամից չի գնում։ Այսօր օրինակ առավոտյան վիրահատությունների արանքում եկել է պացիենտ տղայի հետ եւ նկարագրում ա, որ DMRT-ով բնականաբար արդեն հետազոտված 1 ամիս առաջ ոտքը ցավացել է, ուշադրություն չեն դարձել, մեկը ասել է, «Էս դե խմի», մյուսը ասել է, «Էն դե խմի», ինքը այսինքն խմել է արդեն մի ամիս դեղ։ Եվ տեսնելով, որ ուղակի դեղը չի կարողանում ցավը անցկացնել, կյանքի որակը չի փոխվում, ստիպված գնացել են MRT-ի։
Գնացել են MRT-ի, այսինքն բժիշկն է խորհուրդ տվել, տվյալ դեպքում 2 օր առաջին զանգեսը մասը ճիշտ կլինի MRT-ով գալ։ MRT-ով եկել են եւ մեզ մոտ արկա է մենիսկի, մի քիչ արդեն մասնագիտական մենիսկի հոդի ներսի կիսալուսնաձև աճառի արմատային կապանի փոկում, որը 100% ցույցում է վիրատական բուժման, այսինքն այլ ճանապարհով բուժում չկա, բայց մի ամիս խնդրեմը կա, ինքը մի ամիս այդ խնդրեմով քայլել է եւ արդեն ունենք ոսկրի այտուց, այսինքն ոսկրի բորբոքային այտուց, այսինքն տվյալ դեպքում սա արդեն ձեռք բերված բարդություն է, առաջնային վնասվածքից հետո։ Հասկանալի։ Այսինքն մենք պետք է վիրահատենք, շտկենք այդ վիճակը, դրանից հետո մի քանի ամիս դեղորայքով եւ ֆիզիոթերապևտիկ այլ պրոցեդուրաներով պայքարենք, որ ոսկրից այտուցը հանենք, որպեսզի ոսկրի փափկացում չառաջանա։ Դա այլ կարող է հետևանքներ բերի։ Իհարկե կբերի հետևանքներ, եթե մենք դրան ուշադրություն չդարձնենք եւ չբուժենք։ Մենք չենք կարող ուղղակիորեն վիրահատել, ասել ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի է, ձեր մենիսկը պոկաստեղը բերել կպցրել ենք շատ սիրուն եւ գնացել։ Ֆունկցիոնալությունը պիտի վերականգնենք։ Որտեւ այդ մենիսկը գտնում է այդ ոսկրի վրա, իսկ այդ ամբողջը պացիենտինն է եւ ամեն ինչ կարեւոր է այստեղ։ Մնաշալ է։ Գիտեք ինչ է ուզում հարցնել, իսկ եկեք հերթով գնանք։ Ոսկորների ամրության համար ճիշտ սննդակարգ, բարբերաբար հետազոտություն, այն դժվար բառով ոսկորների հետազոտությունը ինչքան հաճախ անեն մարդիկ, երբ անեն 65-ից հետո, գուցե ավելի շուտ պիտի սկսենք, դուք ասացիք, որ դաշտանադադարից հետո էլ կանանց պարագայում ցանկալի է։ Նայեք, ոսկրերի մենք գիտենք, որ այսպես ասեմ, հանրությունը գիտի կալցիումի մասին, այսինքն որ ոսկրը հանքայնացված է կալցիումով եւ կալցիումը ապահովում է ոսկրի ամրությունը։ Այո, դա ճիշտ է։ Կալցիումը ապահովում է մեծապես ոսկրի ամրությունը եւ ժամանակի ընթացքում կամ ինչ որ խնդիրների արդյունքում կալցիումը կարող է քանվել ոսկրից եւ առաջանալ մի վիճակ, որի թեթև, այսպես ասած, համատական թեթև անվանումը կլինի օստեոպենիա, այսինքն ոսկրում կալցիումի քանակի պակասություն, բայց ոչ կրիտիկական աստիճանների, մյուսը կոչի օստեոպորոզ, երբ որ ոսկրերում մեծապես կալցիումը ոսկրից դուրս է եկել, ոսկրից քանվել է եւ ոսկրը գտնվում է շատ թույլ վիճակում, այսինքն տվյալ վիճակը նախատրամադրված է ախտաբանական կոտրվածքի։ Ինչու ասենք ախտաբանական կոտրվածքի, որտեղ կոտրվածքը առաջանում է ոչ մեծ ուժի ազդեցության տակ։ Եթե այսինքն առողջ ոսկրը կոտրելու, այսինքն ամբողջականությունը խախտելու համար պահանջում է մեծ ուժ, որպեսզի կարողանա ոսկրի դիմադրությունը հաղթահարել, օստեոպորոտիկ ոսկրի պայմաններում այս մեծ ուժը ուղղակիորեն չի պահանջում եւ մեծահասակների մոտ նույնիսկ տանը կենցաղում, այսպես ասած, կամ հասարակի շուտ կենսանային իրավիճակը վերցնենք, երբ որ տանից դուրս են գալիս, գնում են խանութ, ոտքս այդտեղից մի քիչ, դե ամեն դեպքում տարես մարդ է, որոշակի անմիջապես կոտրվածք է։ Կոորդինացիա միգուցե կարող են որոշակի, այսպես ասած, խնդիրներ լինեն, մի քիչ գլխապտույտ, ճնշման փոփոխություններ եւ այլն եւ այլն։ Սայթակելու դեպքում վայր է ընկնում, կամ թեկուզ վայր չենք նել, մի քիչ դիմադրում է եւ այս դեպքում առաջանում է ոսկրի կոտրվածք։ Մասնավորապես ազդրոսկրի մոտակա հատվածի, այսինքն վզիկի գլխիկի շրջանի այդ հատվածի կոտրվածքներ են լինում, կոնքի կոտրվածքներ են լինում, ողնաշարի կոտրվածքներ են լինում։ Տեսնում ենք մենք առօրյայում պացիենտներ, որոնց ողնաշարի գոտկային հատվածում արկա են բազմակի ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որոնց մասին պացիենտը ընդհանրապես չգիտի։ Շարունակել է ապրել, ուղղակի մեջքը ցավում է, հա։ Շարունակել է ապրել, մեջքը ցավացել է, ուշադրություն չի դարձել, այնինչ ունեցել է օստեոպենիա, որը ժամանակի ընթացքում վերածվել է օստեոպորոզի եւ էլի ծանրաբեռնվածությունը կրում է իր վրա, նստել, վերկենալ, կենցաղային ծանրաբեռնվածություններ եւ այլն բերել է ոսկրի իջեցման, որը անվանվում է սենիլ օստեոպորոտիկ կոտրվածք, այսինքն մեծահասակների օստեոպորոտիկ կոտրվածք։ Բայց պացիենտը դրա մասին ոչինչ չի իմացել։ Այսինքն ինչ պետք է անել։ Ամենաառաջինը պետք է ռացիոնալ սննդակարգ ունենալ, այսինքն սնվել այնպես, ոչ թե սնվել մեկ անգամ շատ, սնվել մի քանի անգամ եւ հասկանալ ինչ ենք ուտում։ Այսինքն միրգ, բանջարեղեն, կաթնամթերք, ձկնամթերք եւ այսինքն ռացիոնում պետք է ներառել այնպիսի բաներ, որոնք պարունակում են մեծականակ կալցիում։ Եվ Էլի պիտի ասեմ, որ պացիենտը եւ ցանկացած մարդ պիտի ինֆորմացված լինի, թե որ սննդի մեջ, որ սննդի բաղադրիչների մեջ, այո, ինչ կա, այսպես ասած։ Եվ ընդունելով բավականաչափ կալցիում, դրա հետ պետք է նաև, որպեսզի կալցիումը արյունից տրանսպորտ լինի դեպի ոսկրեր, այստեղ կա մի հատ ակտիվ նյութ, որը կոչվում է վիտամին D։ Վիտամին D-ն էլ պետք է ստուգել պարբերաբար։ Եկեք ասենք, որ տարին մեկ անգամ ըստ հակապարոզային համաշխարհային ասոցիացիայի խորհրդում տարին մեկ անգամ անել դենսիտոմետրիա։ Ինչ անշարքում դենսիտոմետրիա, դա գործիքային հետազոտությունը, որը չափում է ոսկրի 1 սանտիմետր խորանարդում արկա
կալցիումի քանակությունը եւ համատում համաշխարհային այսպես ասած, Նորմատիվի, կամ տեղամասային ընդունված, նորմայի հետ, այսպես ասած։ Տրանսպորտ կալցիումին տրանսպորտ արունից անում է D վիտամինը, կապում է եւ տանում է ոսկրին հանքայնացնում է։ Եվ ի վերջո պացիենտը նաեւ պիտի էնդոկրինոլոգի կոնսուլտացիա ունենա։ Այսինքն, եթե մենք ունենանք ախտաբանական այնպիսի վիճակներ, օրինակ հարվանաձև գեղձերի, որոնք վանաձև գեղձերի հետևում գտնող 4 փոքր գեղձիկներ են, այսպես ասած, բայց նրանք ապահովում են կալցիումի ֆոսֆորի ամբողջական հոմեոստազը, այսպես ասած, ոսկրերում եւ օրգանիզմում։ Եթե հարվանագեղձի հորմոնը ինչ-ինչ պատճառով բարձրացավ, ոսկրերից քամում է կալցիումը եւ ոչինչ անել ուղղակիորեն չես կարող։ Այսինքն եւ սնունդով եւ հակապարոզային դեղորայքով դու չես կարող պայքարել։ Այսինքն պետք է հայտնաբերել խնդիրը, թիրախային լուծում տալ դրան։ Պատճառը վերացնել։ Այո, պատճառը վերացնել, հետո հետևանքները բուժել, այսպես ասած։ Մի միջանկյալ հարց։ Եթե մարդը գիտակից քաղաքացին սննդակարգը միշտ 30 տարեկանից, այսինքն ամբողջ կյանքում սկզբից որպես երեխա ծնողները, հետո ինքը կալցիումով հարուստ սնունդ ընդունի, երբևիցե կունենա այս խնդիրը կամ հավելյալ ընդունելու կալցիում կամ բավարարել են, թե այնուամենայնիվ տարիքի հետ պիտի հավելյալ օրգանիզմին օգնել։ Տեսեք, հավանականությունը, որ կզարգանա օստեոպենիա եւ օստեոպորոզ, մի քիչ ավելի ցածր է։ Այսինքն, չասենք մի քիչ, այո, ցածր է։ Բայց կա։ Գնահատենք որպես ցածր ռիսկ։ Բայց հաշվի առնելով այն փաստը, որ կանանց մոտ, այսինքն իքական սեռի մոտ օստեոպորոզը լինում է մի քանի անգամ ավելի հաճախ եւ այս կարգի խնդիրները, քան տղամարդկանց մոտ, մասնավորապես կանանց պետք է խորհուրդ տալ հետդաշտանադադարային ժամանակահատվածում գտնվել հսկողության ներքո, այսինքն դիմել մասնագետի, գնահատել, կատարել դենսիտոմետրիկ հետազոտություն, ոչ թե արյան մեջ կալցիում հետազոտել, որտեղ այո, գոնե տարեկան 1 անգամ, եթե ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա։ Եթե շտկելու կարիք կա, ավելի ճիշտ է եւ ավելի արդյունավետ է վաղաժամ սկսել այդ ամեն ինչը, քան թե թողել, չպիտի սպասես մինչև ցավ լինի, չպիտի սպասես մինչև ախտաբանական կոտրված զարգանա, չպիտի սպասես ինչ-որ մի բան տեղի ունենա, որ ստիպված դիմես բժշկի։ Դրա համար եմ ասում, պացիենտը մարդը պիտի լինի եթե դու բժիշկ ես, դու պիտի ինֆորմացված լինես ինչ-որ։ Մեր հաղորդումը դրան է միտված, այսօր հենց դա էլ անում ենք։ Դա շատ կարևոր է։ Այսինքն ոնց պահել, ոսկրը ոնց պահել, հոդը ոնց պաշտպանել, մկանը եւ այլն եւ այլն։ Եվ այս շարքից մի հարց էլ, որ ուզում եմ իմանալ, դուք ասացիք, որ հեշտ հետազոտություն է ոսկրերի կարծրության ստուգումը, մի քիչ ավելի մանրամասն ինչ եղանակով է դա արվում, որ ասենք ցավոտ չէ, կարճ է տևում, թանկել չէ շատ, անպայման գնացեք տարին 1 ստուգեք։ Նայեք, դենսիտոմետրիկ հետազոտության մասին է խոսքը, ինքը իրականում հանդիսանում է ռենտգեն ճառագայթներով պայմանավորված հետազոտություն, բայց ճառագայթային ծանրաբեռնվածությունը օրգանիզմի վրա, եթե մենք համատենք, որպեսզի պացիենտի համար, որպեսզի ժողովրդի համար հասկանալի լինի, մեկ կրծքավանդակի ռենտգենից մոտավորապես 100 անգամ ճառագայթման դոզան ցածր է։ Ցածր է։ 100 անգամ ցածր է։ Այսինքն, այստեղ ճառագայթային ծանրաբեռնվածությունը օրգանիզմի վրա շատ ցածր է եւ վախենալ գնալ այդ հետազոտությանը։ Ցավ չկա, հետևանք չկա։ Ցավ չկա։ Սկաները պատկերացրեք, մոտավորապես 2-2.5 մետր երկարությամբ, պացիենտը պարկում է եւ վերևից սկանավորող համակարգն է անցնում եւ սկանավոր, տեսեք, կա Փակվում է բժիշկ։ Չէ, բացարձակ բացա, բաց տարածությունը, որևէ վախենալու բան չկա, այսինքն ֆոբիա ունեցող մարդկանց համար սա բացարձակ կիրառելի է, որևէ կապ չունի, դե սովորաբար վախենում են MRT-ն է փակ, բայց դենսիտոմետրիկ հետազոտությունը ընդհանրապես կապ չունի MRT-ի հետ եւ միջին արժեքը դա էլ է կարևոր կենսաթոշակական։ Եթե ես չեմ սխալվում 10-ից 20000 դրամ արժի։ Գումարն էլ մեծ։ Միջին արժեքը, այո, եթե ամբողջական մարմնի սկանավորումը տեղի ունենում, որտեվ կա սեգմենտար սկանավորում, այսինքն եթե ուզում ենք հասկանալ վերին վերջույթ, ստորին վերջույթ եւ ողնաշարի վիճակը, այսպես ասած, սկանավորումը դաստակի զոնայի ոսկրերը, սկանավորում է ազդրոսկրի մոտակա հատվածի ոսկրերի կառուցվածքը եւ ողնաշարի գոտկային հատվածը։ Այսինքն եւ միջին գաղափար են կազմում ընդհանուր համակարգի վերաբերյալ, այսինքն օրգանիզմի ոսկրերը ինչ վիճակում են գտնվում։ Եվ կա ամբողջական մարմնի հետազոտություն, երբ որ սկաները ուղղակի սկանավորում է բոլոր ոսկրերը օրգանիզմում առկա։ Քալի գոնե բարբերաբար մի քանի տարին մեկ անել ամբողջը, հետո այդ մասնակի տեղային, բայց գոնե ինչ որ ձևով հետազոտվել, ոչ թե էլի սпасել ընկնել, հետո գալ կոտրվածքով։ Հիմա գանք հոդերի sense համակարգված ստացած, հիմա հոդերի խնամքի, այսինքն ինչ անել, որ հոդերի հետ խնդիրներ չծագեն, կանխարգելման առումով եւ եթե ինչ որ սննդակարգ, առողջ ապրելակերպ։
Նայեք, հոդերի առումով մի քիչ ավելի այսպես խոսենք, հոդերը հիմա, քանի որ հոդը դա այն կառույցն է, որը ապահովում է շարժումը, այսպես ասած, մի քիչ պիտի հիմա այլ տեղից սկսեմ խոսել, մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, որը գերազանցապես մեքենայացված եւ թվայնացված է, այսինքն մարդիկ այսօր շատ քիչ են շարժում անում եթե կապված չի գործը, աշխատանքը եւ այլն շարժման հետ, օֆիսային աշխատանք, նստակյաց աշխատանք շատ է եւ նկատում ենք, որ ինչքան շատ մեքենաներ կան օրինակ քաղաք Երևանում եւ ժողովրդի մեծամասնությունը շարժում է տրանսպորտով։ Չի քայլում։ Չեն քայլում, ուղղակիորեն չեն քայլում։ Իսկ քայլելը դա կարևորագույն մարզանք է հոդի համար։ Հոդի աճառը, այսինքն աշխատող մակերեսը, դա հոդի աճառն է։ Հոդի աճառը սնվում է հոդի հեղուկից դիֆուզիայի ճանապարհով։ Հոդի աճառի մեջ չկա արյունատար անոթ, այսինքն պացիենտը երբ որ ներողություն անընդհատ ասում եմ պացիենտը, մարդը երբ որ ուղղակիորեն նստած աշխատանք անում, օրինակ համակարգչի դիմաց 6, 7, 8 ժամ նստած է, այդ հոդը չի աշխատում եւ այդ հոդը չի սնուցվում, որովհետեւ այնպես չի որ չգիտեմ, օրինակ մկանի վրա սպոնտան արյան հոս կա գալիս է սնուցումը շարժում են ձեռքերը։ Դու պիտի շարժումով սնուցես։ Այսինքն պիտի լինի բալանսավորված աշխատանք, որպեսզի հոդի հեղուկից օգտակար նյութերը, այսպես ասած, անցնեն աճառի հաստության մեջ, սնուցեն, վերանորոգեն եւ վերակառուցեն աճառային հյուսվածքը։ Մենք ունենք երկու բևեռներ։ Հոդի աճառը կարող է վնասվել գերծանրաբեռնվածության արդյունքում, երբ որ մարդու աշխատանքը կապված է գերծանրաբեռնվածության հետ, ընդունենք բանվորի աշխատանք կամ այլ աշխատանք։ Կոնկրետ հատվածի վրա շատ ծանրաբեռնվածություն եւ նաեւ սպորտային պրակտիկան, ինչու՞ չէ, սպորտսմենները գերծանրաբեռնում է, այդ տվյալ դեպքում արդեն աճառը ոչ թե չի սնուցում, այլ աճառը վնասում է, այսինքն հարատև դետոնացիաների, այսպես ասած, վնասող ազդակների արդյունքում աճառը ուղղակի միկրոճեղքեր են աճառի վրա առաջանում եւ բերում է աճառի փակության զարգացման, այնուհետեւ ավելի խորը շերտերի ընդգրկման եւ մյուս տարբերակը դա հիպոդինամիան է, այսինքն թե շարժունակություն։ Սա արդեն հակառակ բևեռն է, երբ որ հոդը ուղղակիորեն աշխատանք չանելու արդյունքում հոդի աճառը չի սնուցում։ Հիմա ես ինչ եմ խորհուրդ տալիս, մարդիկ անգամ այն մարդիկ, ովքեր որ նստակյաց աշխատանքով են զբաղվում առօրյայում, գոնե ժամը 1 կամ չգիտեմ 2 ժամ կարելի է, այո, վեր կենալ շարժվել, թեկուզ նստած վիճակում շարժումներ անել, ծնկերը բացել, փակել, եւ այդ նստակյաց աշխատանքը նաեւ վնասակար ողնաշերի գոտկային հատվածի համար եւ այլն։ Այսինքն շարժումներ անել, ինչ որ բալանս գտնել աշխատանքի եւ հոդերի, այսպես ասած, ֆունկցիոնալության մեջ եւ դրանով ապահովել հոդի համապատասխան սնուցումը, գոնե բազային սնուցումը։ Այսինքն հոդերի համար սա կարող ենք անել, իսկ վաղաժամ խնդիրները տեսնելու համար ինչ հարկավոր են։ Իդեպ ձեր ասացից հիշեցի, որ բալետի պարուհի հյուր ունեի, իր մոտ էլ ծանրաբեռնվածությունից խնդիրներ կար արդեն հնաշարժողական, այսինքն սպորտսմենների, երևի պարուհիների, պարողների մոտ էլ սա էլ այնտեղ է ծանրաբեռնում։ Իրենք էլ գերծանրաբեռնում։ Բայց մեր թիրախը հիմնականում չծանրաբեռնող տատիկ պապիկներն են, որ չեն շարժվում, հələ պապիկները մի քիչ ակտիվ են, տատիկները ավելի շատ նստակյաց կյանքով, ինչ անեն, որ հասկանան, որ իրենց մոտ խնդիր կա, ցավին սպասեն, թե էլի մինչև ցավը կա մի բան, որ կհուշի։ Տատիկ պապիկները, տեսեք, մեզ դիմում են հիմնականում մեծահասակ պացիենտների մասին խոսենք։ Ամենաառավել հանդիպող խնդիրը դա արտրոզն է, հոդի արտրոզ, այսինքն հոդի աճառի մաշվածությունն է։ Երևի 90% դեպքերում մեզ դիմում են հոդի աճառների խնդիրներով արկա պացիենտ են, արդեն արկա խնդիրներով պացիենտ են։ Ինչա տեղի ունենում, տեսեք, հոդի աճառի մաշվածությունը ինքը երկարատև process է, այսինքն դանդաղ, պրոգրեսիվող, հարաճող process է։ Ունենք խնդիր, այս փուլում արդեն արկա խնդիր, չկա ցավ։ Այսինքն առաջին նախնական փուլերում գրեթե ցավ չի լինում, բայց այդ եմ ուզում բացատրել։ Երբ որ սկսում է process-ը մի քիչ արդեն պրոգրեսիվ, առաջանում է թույլ եւ միջին ինտենսիվության ցավ, ընդ որում անցողի կբնույթի ցավ։ Եղավ ցավ, անցավ, երբ որ մի քիչ կծանրաբեռնենք, որովհետեւ աճառը եթե գտնվի ծանրաբեռնվածության տակ, այս դեպքում ցավը միգուցե կարտահայտի, որովհետեւ ենթաաճառային շերտում ունենք ցավը զգացող ռեցեպտորներ եւ այստեղ պացիենտը ցավը կզգա, բայց քանի որ ցավը ինտենսիվ չի, պացիենտի ուղեղում չի մշակվում այն բանը, որ պետք է դիմել բժշկի։ Այն ձեր ասած սրտի բանով էլի չվազում, հա, մի քիչ ձեր ցավացում, մի քիչ ցաված, օրինակ բազմաթիվ անգամ եմ լսել, հարյուրավոր հազարավոր անգամ եմ լսել, որ պացիենտը դե ցաված կանցնի էլի։ Ոչ ցաված չի անցնի, այսինքն ցավը դա սիմպտոմ է, որը չպիտի լինի։ Եթե կա, ուրեմն մի բան կա արդյունքում։
Ինչ-որ մի տեղից է ցավը առաջանում։ Ասեմ ավելի վատ սցենար։ Երբ որ սկսում է ցավել, մի քիչ է ցավը ինտենսիվանում, հա։ Հարևանը ասում է ես խմել եմ դիկլոֆենակ, դու էլ խմի։ Դիկլոֆենակը խմում է, դե ցավը զկող հակաբուրբոքային պրեպարատ է, ցավը անցնում է։ 2 հապ խմեց, 3 հապ խմեց, կան դեղեր, որ պացիենտները շատ լավ են անունների իմանում։ Խմեցի մի քանի օր, անցավ, ընդունենք մի ամիս չցավեց։ Այսինքն մենք կորցեցինք եւս մեկ կարևոր ամիս։ Երկրորդը, երրորդը անցավ 1 տարի, հարմարվեցինք, օրգանիզմը սկսեց ադապտացվել եւ ինչ ֆենոմեն է զարգանում ենթագիտակցության մեջ պացիենտի։ Ցավը անցավ շատ հեշտ դեղով կամ ինչ-որ մի բանով կամ հանգստի փուլի անցնելով եւ մենք ասում ենք դե սա ինչ պիտի ինձ անի։ Սա խնդիր չի։ Սա խնդիր չի, սա լուրջ խնդիր չի։ Լուրջ խնդիրը միշտ մարդու մոտ ասոցիացվում է ինչ-որ լուրջ ցավի, այսպես ասած, հետ եւ ասում եք դիկլոֆենակը մարդիկ իրար ասելով ես գտեմ բանն հեղուկ են սրսկում, ինչ են անում, ներարկումներ են անում տատիկները հատկապես իրար լսելով էլի, այդ մի հատ խնդրում եմ դրա դեմն առեք, ասեք որ չի կարելի, որտեղ հետևանքները Նայեք, բազմազան կողմնակի էֆեկտներ կարող ունենան։ Եթե առաջ բժշկի, այսպես ասեմ, էլի, այսինքն, եթե բժշկի ցուցում չկա, ինքնաբուխ, չգիտեմ, դեղորայք են օգտագործում, չգիտեմ, թեկուզ խմելու կապ չունի սրսկում են անում։ Կսրսկեն, կխմեն, փոշի կլինի, հապ կլինի, կապսուլա կլինի, թե ամպուլա կլինի, կապ չունի, որովհետև դիկլոֆենակի եւ ընդունենք, հիմա հակագովաց չանեմ դիկլոֆենակին, որտեղ ինքը շատ կարևոր դեղ է մեր պրակտիկայում, դիկլոֆենակի եւ ամպուլան եւ հաբը նույն չափ վտանգավոր կարող լինեն պացիենտի համար։ Պացիենտը չիմանալով, որ նա կարող է 1 հաբի օգտագործումը կամ 1 ամպուլայի ներարկումը առաջացնել ստամոքսային տրակտում արյունահոսություն եւ բերել շատ անցանկալի հետևանքների, եւ չգիտեն նույնիսկ երբ կարելի է այդ հաբը օգտագործել, վերցնում են անգամ սոված փորին, ուղղակի խմում են կամ մյուս դեղերի հետ հարաբերակցությունը կամ մյուս դեղերի հետ հարաբերակցությունը կամ եւ այլն, բայց ընդհանրապես ես նույնիսկ լինելով բժիշկ կամ ցանկացած բժիշկի այսօր որ հարց տանք, այլ մասնագիտությանը վերաբերող դեղը մենք վախում ենք խմել։ Զանգում ենք մեր ընկերներին, ասում ենք կարելի է, օրինակ, չգիտեմ, այս դեղը օգտագործել։ Իսկ ինչ կարա, ես էլ եմ ունեցել պրակտիկայում բժիշկ ընկերոջ հարցել եմ պարզ բան, ինքը իհարկե ճիշտն ասել, գնա նեղ մասնագետի մոտ, գնա, որտեվ դա պատասխանատվությունից է իհարկե։ Հիմա հոդերի դեպքում էլ հասկացանք, որ էլի նախապես կարող են գալ, կարող են թեթև ցավի դեպքում արձագանքել, իսկ այս մասը ինձ համար միշտ մնում է պարադոքսալ։ Հիմա հեծանիվ քշի կմաշվի, թե հեծանիվ քշի շարժվի։ Համ ասում ենք շարժվի, համ ասում ենք կցավի, դե որ ցավի ոնց շարժվի։ Այս մասը անհասկանալի է անկեղծ։ Ուրեմն տեսեք, առողջ հոդի պայմաններում ամեն ինչ թույլատրելի է ճիշտ կատարելու դեպքում։ Ամեն ինչ թույլատրելի է։ Այսինքն, եթե մենք ունենք առողջ հոդեր, գիտենք, որ առողջ է մեր հոդերը, մենք չունենք հավելյալ քաշ։ Պիտի խոսեմ նաև հավելյալ քաշի մասին, որովհետև սա հոդերի վրա ազդող թերևս ամենավատագույն գործոնն է, որ ունենք եւ տառապում ենք մեծամասամբ։ Բացի այդ, հայ ազգը ունի մոտ 60% գենետիկական նախատրամադրվածություն հոդային խնդիրների առաջացման, մասնավորապես արտրոզի առաջացման։ Մենք գիտենք, որ այդ գենը կրում ենք։ Մենք բոլորս սիրում ենք շատ համեղ ուտել եւ չանել աշխատանք, այսինքն ֆիզիկական աշխատանք չանել, սպորտից շատ հեռու ենք, մատաղ սերունդը անգամ սպորտի հետ որևէ կապ չունի, այն ժամանակ սպորտը դա մեծագույն կուլտուրա էր, սկսած մանկապարտեզներից, դպրոցներից, հիմա ես տեսնում եմ, որ այդ տենդենսը հետ է զարգանում, չնայած իհարկե ունենք սպորտային աստղեր, գերաստղեր, շատ լավ ամեն օր ես գործում եմ, բայց այո, այդ սպորտը պիտի լինի։ Սպորտը չենք անում, հիպոդինամիկ ենք, քաշ ունենք հավելյալ։ Դե հոդերը ոնց դիմանում։ Այո, հոդերը ինչ անի։ Ամեն մի օրգանիզմում կառույց, ստրուկտուրա, օրգան ունի իր գենետիկական դիմադրության, այսինքն գենետիկական ծրագրավորումը։ Եվ սիրտը ունի, եւ ուղեղը ունի, եւ չգիտեմ, թոքերը ունեն, բոլոր ունեն, այդ թվում նաեւ հոդի աճառը ունի։ Եվ ժամանակի ընթացքում այդ դիմադրությունը, այսինքն այդ ծրագիրը աճառի դիմադրություն ծանրաբեռնվածության նկատմամբ սկսում է աշճանաբար սպառվել։ Բայց եկեք ու տեսեք, որ եթե մեր հոդը ծրագրավորված է 100 տարի աշխատելու շատ արդյունավետ, մենք սպառում ենք նրա ունեցածը մեր հավելյալ քաշով։ Մոդելը հետևյալն է. 1 կիլոգրամ, պետք է հիշեն, 1 կիլոգրամ մարմնի հավելյալ քաշը առանցքային հոդի վրա ավելացնում է 3-ից 5 կիլոգրամ ծանրաբեռնվածություն։ Այսինքն 3-ից 5 անգամ, այո, մենք սպառում ենք
ռեսուրսները, հոդի աճառը, դիմադրության ռեսուրսները ուղղակիորեն սպառում ենք։ Ու չենք հասկանում, որ սպառում ենք։ Ինչ պիտի անենք, պիտի հետևենք մեր քաշ։ Ով չի ուզում շատ համեղ ուտի պարկի քնի, բոլորն էլ կուզենան, տենց ոչ մի բան չանեն։ Բայց ցանկացած սպորտային, այո, եւ ֆիզիկական աշխատանք, դա աշխատանք է օրգանիզմի վերակառուցման, նորացման, թարմացման եւ այլն եւ այդ թվում նաեւ հոդերի, մկանների եւ այլն եւ այլն։ Պիտի համատեմ, անեմ այս համատությունը, եթե մենք համատում ենք արագահոս գետը դանդաղահոս արվակի հետ, բոլորս տեսել ենք, որ արագահոս գետի կողքը երբեք բոլոր քարերը, ինչը որ կա, սա այո, մաքրված են, իսկ արվակը, որը որ դանդաղ է հոսում, եթե այնտեղ քար կա, մամրակալած է։ Հիմա վերցնենք մեր արյան անոթները, եթե մենք կատարում ենք ֆիզիկական աշխատանք, սիրտը արագ որոշակի սկսում է արագ աշխատել, արյան գծային հոսքը զարկերակներով արագանում է, եւ մենք ունենում ենք անոթներ, որոնց միջով արունը հոսում է ավելի արագ։ Եվ այդ արունը գնում է մկաններին եւ այլն եւ այլն։ Այսինքն, եթե մենք ապահովում ենք այս ամեն ինչը, մենք ունենում ենք մաքուր անոթներ, այս մաքուր անոթները սնուցում են մեր մկաններին եւ հոդերին շատ լավ, ոչ մի բան իրաց չի խանգարում եւ դրանք է ստանում են մաքսիմալ կարևորագույն նյութեր առողջանալու, վերանորոգվելու եւ այլն եւ այլն։ Այսինքն բալանսավորված աշխատանք է հոդի համար պետք, բալանսավորված աշխատանք, ոչ թե միամոմենտ շատ մեծ ֆիզիկական աշխատանք, այլ բալանսավորված հարատև, այո։ Թեկուզ օրվա մեջ 10 րոպե կամ 15 րոպե, բայց պիտի լինի դա ռեգուլյար, այսպես ասած, պացիենտը պիտի հասկանա, մարդը պիտի հասկանա, որ կարևոր է դա։ Չի կարող մարդը, դա չի պահանջում գնալ հատուկ, չգիտեմ, ջիմեր, ֆիթնես հոլեր եւ այլն, հատուկ մարզիչ եսկողության տակ պարապել եւ այլն։ Կարելի է մարդը կարող 100 անգամ մի ձեռքը բարձրացնի, 100 անգամ մյուս ձեռքը, կոնքում պտույտ անել, ծունկը բարձրացնել, բացել, այսինքն մարզանք, աշխատանք 10-15 րոպե։ Որբան տեսնում եմ դա բերում է բնականաբար։ Այո։ Եվ մի բան էլ ասեմ, ներողություն եմ խնդրում, շատ առողջ սիրտ ունենալով, բայց անառողջ հոդ ունենալով, երբ որ դու չես կարողանում շարժվել։ Ինչքան կյանքի որակը, այո, կյանքի որակը ոնց է փոխվում։ Այսինքն դու կարող ես օրինակ մարդը սիրում է ճանապարհորդել, չէ՞։ Մեր հիշողությունները, այո, շատ ենք սիրում, մենք բոլորս շատ ենք սիրում։ Դու հերոստատուսով տեսնում ես, չգիտեմ, նայում ես, օրինակ ես երեք վիրացությունների արանքում, ասես մի հատ սիրուն բան էի Մալդիվյան կղզիներս, նայում էի, հիանում էի, ասում էի, վայ Աստվածային, այստեղ պիտի լինեի այս բանին։ Մենք կարող ենք շատ առողջ սրտով, բայց անառողջ հոդերով ուղղակի զմայլվել հերվից այդ տեսարաններով, բայց առողջ հոդերով կարող են գնալ եւ զգալ, շոշափել դա, տեսնել դա։ Հիպոկրատը ասել է մարդ ծերանում է այն ժամանակ, երբ նա հոդերն է ծերանում։ Ինչ հետաքրքիր է։ Ամեն ինչ պետքա հասկանալ ամեն ինչի մասին։ Չեմ ասում սիրտը պետքա սրտին, այո, նա կարևորագույն օրգան է, միանշանակ անտեսված է, այո, միանշանակ անտեսված է հոդերի խնդիրը վերջում, բայց բոլորին է տանջում, բոլորին։ Մենք 7-8 տարի ես այս ոլորտում աշխատում եմ, գրեթե բոլորը, տեսեք չեմ ասի 80%-ը, գրեթե բոլոր ունեն այդ խնդրեմ, ու քանի որ ունեն ցավ ունեն, չեն շարժվում, շատ դժվար է շատ։ Տեսեք, ցավը հետաքրքիր է, ցավը ամենաառաջին առաջացող սիմպտոմն է, այսինքն մեծապես ցավ են զգում սկզբում, բայց պացիենտները ավելի շատ վախում են հոդի այտուցից։ Հենց մի քիչ ծնկահոդը այտուցում, որտեղ իրենց համար ավելի տեսանելի է ծնկահոդը, ու սա հոդի այտուցը այդքան շատ կամար մկային հոդը, հենց հոդի այտուց է լինում, անմիջապես գալիս են բժշկի։ Բայց երբ որ հոդը չի այտուցվում, այտուցված չի, բայց ցավում է, ուշանում է բժշկին դիմելը։ Մի գրեթե միշտ ուշանում է։ Հետո այդ արտրոզ կոչվածը ինքը դες մի քիչ կույր զարգացող, այսպես ասած, մի քիչ նենք ամեն դեպքում նենք բան ունի։ Դες որակավոր ենք, այո։ Եվ ինքը դանդաղ զարգանում է, լուրջ սիմպտոմատիկա չի առաջացնում այս սկզբնական փուլերում, պացիենտն էլ հակված չի լինում բժշկի դիմել։ Մենք ասում եմ բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ որ պացիենտը մեզ դիմում է արդեն խեղաթյուրված դձևացած հոդերով, 3-4 աշճանի արտրոզներով։ Ոչինչ չես կարող անել։ Պիտի փոխենք դրանք արհեստական հոդ տվյալ դեպքում։ Բայց եթե ժամանակի մենք հայտնաբերում ենք, այսօր շատ մեծ արսենալ ունենք։ Կոնսերվատիվ բուժման մեծ արսենալ ունենք, ֆիզիոթերապևտիկ տարբեր պրոցեդուրաների, կինեզոթերապևտներ ունենք շատ լավ, կիրթ։ Այս ամեն ինչը համակարգային ներհոդային սնուցման տարբեր եղանակներ են կիրառում, տարբեր սնուցող պրեպարատներ։ Այս ամեն ինչը այս կոմպլեքսը բերում է նրան, որ հոդի քայքայման, այսինքն չասեմ քայքայման, այո, այս մաշվածության հարաճումը զգալի դանդաղում է։ Չեմ ասի 100%-ով կանգնում է,
բայց զգալի դանդաղում է։ Դա ամեն դեպքում ամենավերջին մեթոդներին չենք դնում։ Հիմա որ բուժումից գանք, գիտեք, չէ՞, մեր ժամանակն անցել է, բայց այնքան հետաքրքիր ուսուցողական ձեր լեզուն էլ բացատրելու, ես վստահ եմ, որ մարդիկ կգրեն, որտեվ հասկանալի եք ներկայացնում, եւ բուժման տարբերակում կամ ասացիք, որ կոնսերվատիվ ինչ որ միջոցներ կան, որ կարող են, իսկ ամենավերջում հնարավոր է արդյոք վիրահատական ինչ որ եղանակով մարդու հոդին կյանք տալ եւ իրեն կյանք տալ, որտեվ ինչպես ասենք շարժումը կյանք է։ Ընդհանրապես բուժական վեկտորները մեզ մոտ երկուսն են։ Ամբողջական կոնսերվատիվ թերապիա եւ վիրահատական։ Հիմա խոսենք կոնսերվատիվ թերապիայի մասին, այսինքն սա կոնսերվատիվ բուժական միջոցառումները այն ոչ վիրահատական բուժական խմբերն են, որոնց դեպքում ընդհանրապես վիրահատության մասին չենք խոսում։ Դա իր մեջ ներառում է կինեզոթերապիա, այսինքն հոդերի շարժունակություն եւ այլն, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ, դեղորայքային պրոցեդուրաներ, այսինքն համագումարային մոտեցում։ Դա իր մեջ ներառում է նաեւ հավելյալ քաշի նվազեցում։ Դա իր մեջ ներառում է նաեւ պացիենտի կրթություն։ Այսինքն բժիշկը, օրինակ ես պացիենտի հետ խոսում եմ այնպես եւ փորձում եմ բացատրել, ես փորձում եմ այնպես բացատրել, որ ինքը հասկանա ինչի հետ գործ ունի։ Որովհետեւ եթե օրինակ մենք արել ենք կոնսերվատիվ կոմպլեքսային բուժում, պացիենտը գտնում է արդեն լավ վիճակում։ Ռեաբիլիտոլոգի մոտ արդեն չի աշխատում, փորձում է գնալ ջիմում, ինքը իրանով մարզվել, արդեն իրան լավ ազգում եւ այլն, ես պացիենտին բացատրում եմ, որ դու մոդելը պիտի հասկանաս, այսինքն գոնե բազային ինֆորմացիա պիտի իմանաս, ունենաս հոդի մասին, մկանի մասին եւ այլն։ Ինչ անել, ամեն վարքյան դու չես կարող օրինակ մարզիչին, չնայած կան որոշակի հարցեր, մարզիչը այո, բիոմեխանիկ հասկանում է ինչ անել, ոնց անել, մկանը ոնց աշխատացնել, բայց հոդի կենսաքիմիան ու մնացած բաները, նեղ բժշկական բաներ մարզիչն էլ չի հասկանում։ Ու դու չես կարող օրինակ մեկ մարզման ընթացքում 100 անգամ մարզիչին, որտեղ մարզիչը նայած զբաղված է այլ հարցերով, կանչել հարցնել, սա ոնց անեմ, նա ոնց անեմ, այսինքն մոդելը պետք է, եթե այդ կրթվածությունը պացիենտը ունենում է, այդ պացիենտի հետ աշխատելը շատ ավելի հեշտ է լինում։ Շատ ավելի հեշտ է լինում այն առումով, որտեղ գիտի ինչ արդեն բացարձակ անծանոթ է բժիշկը, էլի, հասկանում եմ ձեր ասածը։ Եվ ինքը արդեն գիտի, որ ամենական բժշկին չի հարցնում, ինչ անեմ, որ ես չվնասեմ։ Ինքը գիտի, որ օրինակ այս վարությունը անելու դեպքում, օրինակ խորը կքանիստ անելու դեպքում, ծնկահոդի աճառին կարող վնասի։ Բայց ալտերնատիվ գործողություն անելու, այսինքն կան բազմաթիվ մարզասարքեր քառագլուխ մկանը աշխատացնելու, այս գործողությունը անելով ինքը ստանում է սպորտային եւ մկանային տվյալ որակը, ինչը ուզում էր եւ չի վնասում առանցքային հոդին։ Խոսքը դրա մասին է։ Իսկ վիրահատական արդեն որ մարդը պայմանական վեսնեք անգրագետ է, բացատրածը չհասկացավ կամ արդեն այնքան է խորացած խնդիրը, որ պիտի բուժման մյուս ուղղությամբ, մյուս վեկտորով գնանք, ինչպես բացատրեցիք։ Մյուս խումբը նայեք, վիրահատական խմբերը մենք ասեցի գործ ենք ունենում եւ տարեց պացիենտների հետ, եւ երիտասարդների հետ, երիտասարդները հիմնականում մեզ դիմում են այնպես միամոմենտ վնասվածքներով, ներհոդային կառույցների վնասվածքներով։ Եթե մենք վիրահատական բուժումը բաժանում ենք երկու մեծ խմբի՝ փակ վիրահատություններ, էնդոսկոպիկ, տվյալ դեպքում կոչվի մեր պրակտիկայում կոչվի արթրոսկոպիկ, այսինքն արթրո բառը հունանիսկ թարգմանենք կլինի հոդ, եւ հոդի զննումային վիրահատություններ։ Պացիենտները երբեմն շփոթում են, ասում են լապարոսկոպիկ եք անում։ Լապարո նշանակում է որովայն, այսինքն դա վիրաբույժներն են լապարոսկոպիկ, այսինքն բոլորը էնդոսկոպիկ վիրահատություններ են։ Սա արթրոսկոպիկ վիրահատություն է։ Փակ վիրահատություններ եւ բաց վիրահատություններ։ Եվ մենք ունենք միջանկյալ վիրահատությունների խումբ, որոնք կիսաբաց են եւ կիսափակ են, այսինքն արդյունքում մենք կտրում ենք, բայց օգտվում ենք էնդոսկոպիկ, այսինքն ներհոդային գործողությունները էնդոսկոպիկ ենք անում, եթե վիրահատության տվյալ տեսակը պահանջում է նաև արտահոդային բաց վիրահատություն իրականացնել, այսինքն սա կոմբինացված կլինի։ Երբ ենք մենք գնում վիրահատական բուժման։ Եթե մենք խոսում ենք միամոմենտ սուր վնասվածքային վիճակների հետ, անմիջապես են գնում։ Եթե պացիենտը մեզ դիմում է մենիսկի տրավմատիկ վնասվածքով, որովե կապանի վնասվածքով, ոսկրի ներոդային ոսկրի կոտրվածքով կամ եւ այլն, որ պահանջում միամոմենտ, այո։ Մյուս տարբերակը երբ որ գործ ենք ունենում քրոնիկական խնդիրների հետ, օրինակ արտրոզի մաշվածության հետ, տվյալ դեպքում մաքսիմալ աշխատում ենք հոդը ուշ տանել վիրահատական բուժման։ Ինչի համար, որովհետեւ ինչքան ուշ մենք վիրահատենք այդ հոդը, այսինքն ինչքան ուշ, եթե մենք խոսում ենք էնդոպրոթեզավորման մասին, այսինքն եթե այնպես է մաշված, որ պետք է արդեն ցուցում դնել վիրահատական էնդոպրոթեզավորման, բայց եթե ունենք շանսեր գոնե մի տարի կամ 2 տարի այդ հոդի կյանքը երկարացնելու, մենք գնում ենք դրան միանշանակ, որովհետև այս երկիր մոլորակում չկա որևէ մի արհեստական հոդ, որը կարող է կրկնել անատոմիական հոդի
կենսամեխանիկան, հնարավոր չի ֆունկցիոնալությունը կրկնել։ Մենք ստանում ենք բնական հոդի փոխարեն արհեստական հոդ, որը կատարում է շարժում եւ թույլ է տալիս պացիենտին շարժվել, ապահովել դինամիկան։ Նույն ֆունկցիոնալությունը չունի եւ չի կարող փոխարինել, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Անատոմիական հոդին ոչինչ չի կարող փոխարինել, բայց մենք կարողանում ենք հարցին արմատական լուծում տալ։ Մենք ունենք խեղաթյուրված հոդ, որի հետ ոչինչ անել չենք կարող, մենք ունենք տձևացած հոդ, ամբողջական մաշված հոդ, պացիենտը ի վիճակի չի քայլելու։ Դե գոնե շարունակությունն եք վերականգնում։ Տվյալ դեպքում մենք ունենում ենք արմատական լուծում այս հարցի։ Մենք բնական հոդի այդ հոդը արդեն չաշխատող հոդ է։ Դրա փոխարեն ունենք մենք արհեստական հոդ տեղադրված, որը թույլ է տալիս պացիենտին ակտիվ շարժվել, որոշ պացիենտների դեպքում նույնիսկ պացիենտները կարողանում են վազել, կարողանում են ակտիվ սպորտով զբաղվել, եւ վերջո կա այսպիսի հասկացողություն, երբ որ օրինակ էնդոպրոթեզ տեղադրելուց հետո, եթե առաջին 1, 2, 3 ամիսների ընթացքում, այսինքն մոտակա ժամանակահատվածում պացիենտի ուղեղը, գլխուղեղի կեղևը հսկում է ամեն ինչ, այսինքն հասկանում է, որ տեղ արհեստական հոդ է, որոշ ժամանակ հետո ուղեղը արդեն չի հսկում, որովհետև այնտեղից գնում են արդեն բնականon պրոպրիոցեպցիոն ազդակներ, այսինքն խորանի զգայական ազդակներ, եւ ուղեղը հասկանում է, որ դա արդեն իր սեփականությունն է։ Եվ պացիենտը արդեն քայլում է առանց մտածելու։ Այդ որոշ դեպքերում պետք է հակառակ դեպքում չընդունի, հա, օրգանիզմը, այսպես ասենք։ Չընդունի օրգանիզմը, տեսեք, տեսականորեն կարա չընդունի։ Ցանկացած օտար նյութ, որը տեղադրվում է օրգանիզմում, այսինքն իմպլանտ կոչվածը, կապ չունի ինչ ենք ծնկահոդի իմպլանտ, այլ հոդի իմպլանտ կամ փոքր խարիսներ եւ այլն եւ այլն։ Այսինքն ցանկացած, այսպես ասենք, ցանկացած օտար բան, որը մնում է հոդում, անվանենք կամ օրգանիզմում անվանենք իմպլանտ։ Նրանց կազմությունները բազմազան են իմպլանտների։ Անկախ նրանից թե ինչ կազմություն ունի, օրգանիզմը կարա դա չընդունի։ Օրգանիզմը համարի, չնայած որ արտադրողները, այսինքն այս ամեն ինչը արտադրվում է այն կարևորագույն ֆակտորը հաշվի առնելով, որ օրգանիզմի նկատմամբ դա լինի ինտակտ, այսինքն օրգանիզմի իմունային համակարգի կողմից գրոհի չենթարկվի եւ ընդունվի։ Չնայած լինում են դեպքեր, այսինքն տեսականորեն նկարագրված է, բայց դա լինում է շատ սակավ դեպքերում միլիոնից մեկի մոտ։ Ես չեմ տեսել, ես չեմ հանդիպել, չեմ էլ լսել, որ իմ ընկերները պատմեն, որ օրինակ ինչ-որ իմպլանտի նկատմամբ եղել է անհանդուրժողականություն։ Բայց տեսականորեն գիտենք, որ կարող է պատահել։ Կարող է, բայց մեծ ծավալային վիրահատությունների դեպքում այլ խնդիրներ էլ կարող են լինել։ Օրինակ հոդը բորբոքվի կամ օրինակ նույն օստեոպորոտիկ ոսկրի պայմաններում, եթե ոսկրը շատ թույլ է, մենք աշխատում ենք այդ ոսկրային համակարգը պնդացնել մի քիչ, նոր էնդոպրոթեզ տեղադրել, որտեղ ի վերջո ոսկրը դա այն հենքն է, որի վրա մենք կառուցում ենք այդ համակարգը։ Այսինքն, օրինակ, տան հիմքը պիտի ամուր լինի, որ տունը ամուր լինի։ Այսինքն, դրա վրա է կառուցում, որտեղ եթե ինքը գնալով թուլանա, այդ էնդոպրոթեզը կփոկվի, եւ այստեղ էնդոպրոթեզը որը մեղավորություն չունի, այսինքն ոսկրի համակարգն է արդեն թույլ։ Համակարգը թուլանում է եւ մենք ստիպված ենք լինելու երկրորդ վիրահատության դրան։ Դրանից է, որ բժիշկները մինչեւ վերջ փաստորեն պայքարում են, որ մարդու հենց օրգանիզմը աշխատի, հոդը։ Պետք է անես ամեն ինչ, այսպես ասած, որպեսզի, բայց եթե տեսնում ես, որ պացիենտը ցավից տառապում է, էլ չկա տարբերակ, պետք է գնալ արդեն վիրահատական բուժման։ Եվրոպական երկրներում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրանք հստակ գրադացիա ունեն։ Եթե պացիենտին նայում են, ռենտգեն հետազոտությունը արված է, կապ չունի, նայեցին, գնահատվեց արտրոզի։ Դա իրենք պրոտոկոլներով գնում են։ Ասում են գնացինք վիրահատական բուժման։ Ոչ վիրահատական բուժման։ Միջանկյալ ոչինչ չունեն։ Իրանք պացիենտը չեն քննարկում ընդհանրապես, որ հնարավոր է տեղ ներարկել, ֆիզիոթերապիա անել եւ այլն։ Բժիշկները հնարամիտ են, պրոտոկոլներ շրջանցում են, հանուն պացիենտի, միանշանակ մենք աշխատում ենք պացիենտի մոտ հնարավորինս երկար անատոմիական հոդը պահել, որտեղ իրենց անատոմիական հոդը դա այն կառույցն է, որը ոչ մի կերպ չի կարելի կրկնել արհեստականով։ Բժիշկ, շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր եւ ամփոփելով եկեք էլի գանք Հիպոկրատին, որ չթերագնահատենք հոդերը, հենաշարժողական համակարգը, որովհետեւ հենաշարժողական է, հենվում ենք, շարժվում ենք, այո, ամեն ինչն է։ Ցիրտը կարևոր է, գլուխը կարևոր է, բայց հենաշարժողական համակարգը պակաս կարևոր չէ։ Շատ շնորհակալ եմ, շատ իսկապես հանրամատչելի բացատրեցիք եւ մենք երկար այս հաղորդման դրվագները կօգտագործենք դետալ 35 վայրկյաններով մարդկանց հասցնելու, սովորեցնելու, կրթելու, իրազեկելու, որ այս համակարգն էր կարևոր։ Ես եմ շնորհակալ եմ հրավերքի համար եւ հուսով եմ մեր այսօրվա եթերը կլինի նաեւ ուսուցողական մեր ժողովրդի համար եւ հուսով եմ որ մենք տվեցինք որոշակի ինֆորմացիա մարդկանց
պահելու, խնայելու, ինչպես անել, որ հոդերը, մկանները եւ մնացած համակարգը ավելի առողջ բան։ Շնորհակալ եմ ձեզ։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք մեր YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ երկար կյանք եմ մաղթում։